Մարտի 6-ից Սիրիայի Ջեբլա քաղաքում, Լաթաքիայի մի քանի թաղամասում և Լաթաքիա ու Տարտուս նահանգների լեռնային հատվածներում կատաղի մարտեր են բռնկվել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսում նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև։ Սիրիայի կենտրոնական իշխանությունները ուժեր են ուղարկել տարածաշրջան, այն բանից հետո, երբ առափնյա հատվածի բնակավայրերի նկատմամբ վերականգնվել է կենտրոնական իշխանության վերահսկողությունը, սկսել են հաղորդագրություններ ստացվել Ալիևների զանգվածային մահապատիժների մասին։ Խոսվում է հարյուրավոր սպանվածների, այդ թվում կանանց և երեխաների մասին։ Սիրիայի անվտանգության ուժերը Հզբոլլահին մեղադրում են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Իրադարձությունների նման վարկած Ալ-Արաբիա հեռուստաալիքին ներկայացրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաջիդ ատ-Դիքը։ Նա հայտնել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են 5 մարդու, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել տարածաշրջանում նախկին ռեժիմի օրոք։ Նա, սակայն, չի բացահայտել նրանց ինքնությունը, վկայակոչելով անվտանգային նկատառումները։ Նշենք, որ անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել։ Հավելենք, որ Սիրիայի հայկական թաղամասերում իրավիճակը հանգիստ է։